Աջակցում եք Քոչարյանին։ Աջակցում եք, կներեք, աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Բարև ձեզ, հանրահավաքին մասնակցելու համար եք այստեղ։ Սա միքրոֆոն է։ Աջակցում եք պարոն Քոչարյանին։ Այո։ Որ խոստման, որ գաղափարի համար։ Իր գաղափարը ամենաբարձրն է։ Հա, որ խոստումն է ձեզ դրդել, որ պարոն Քոչարյանին աջակցեք։ Դե իր ժամանակ կռիվ չեմ տեսել։ Ինչ չեր անում։ Կռիվ չեմ տեսել ես։ Հա։ Աստված որը կկամենա։ Դուք էլ եք աջակցում։ Ես հասուն եմ խոսում։ Իվան։ Աջակցում եք պարոն Քոչարյանին։ Ումա Քոչարյանին։ ես նրա համակին եմ Աջակցում եք պարոն Քոչարյանին։ Պարոն Քոչարյանին եք աջակցում։ Այո, Որ գաղափարի, որ խոստման համար։ չգիտեմ, ես իրան շատ եմ հարգում, շատ լավ մարդ։ Հա, նախընտրական ծրագրերը կարդացել եք։ Չէ, չկա որ կարդան։ Հա։ Մոտս չկա որ Հա, կարդան։ մինչ այս ներկայացրել էին։ Ծանոթ եք ինչ է խոստանում պարոն Քոչարյանը։ Չէ, ուղղակի ես շատ եմ իրան հարգում, ուզում եմ որ ինքը լինի։ Այդքան բան։ Դուք էլ եք աջակցում։ Միանշանակ։ Որ գաղափարի, որ նախընտրական խոստման համար։ Բոլոր սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսականով։ Այսինքն պարոն Քոչարյանի ժամանակ նախագահության տարիներին ընտրակեղծիքներ են եղել, մարդու իրավունքներ են։ Ընտրակեղծիքները եղել են, կան եւ կլինեն, դա միշտ։ Ուղղակի այստեղ չափերի խնդիր է։ Ձեզ համար օրինակ բարձր էր ինչպես պարոն Քոչարյանի ընտանիքը կարողացավ հարս ստանալ իր նախագահության տարիներին, իսկ դուք օրինակ ոչ։ Դա նորմալ է, երկրի ղեկավարը պետք է ավելի լավ ապրի։ Հա, Ես դա նորմալ եմ համարում։ Երկրի ղեկավարը չպետք է սովորական քաղաքացուց ավելի վատ ապրի։ չէ, վատ չեմ ասում ապրի, բայց իր ընտանիքը դարձավ միլիոնատեր, միլիարդատեր։ Ամեն դեպքում ինքը աղքատ չի եղել, ինքը նորմալ, ապահոված ընտանիքից է եղել, հետո էլ կարող է մի փոքր ավելացել է իր ունեցվածքը, դա նորմալ եմ ես համարում։ Այդպես պետք է լինի։ 20-ամյա տղան ասում էին արդեն մեծահարուստ էր, հա։ Դուք ունեք 20-ամյա տղա, որը մեծահարուստ է։ Ես ավելի մեծ աղջիկ ունեմ, մեծահարուստ չեմ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է ասեմ, ինչու է նրա տղան մեծահարուստ, իսկ իմը ասենք ոչ։ Մեր ազգը չի սիրում, որ իր կողքինը, իր հարևանը, իր հարազատը իրենից լավ է ապրում։ Չի ընդունում մեր ազգը դա ցավոք։ Կարծում եք դա նախագահի լիազորությունները չարաշահելով են։ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Իր տղան միգուցե իր խելքի շնորհիվ, իր, չգիտեմ, բիզնես կառավարման շնորհիվ հասել է ինչ-որ բաների։ Ես դրա մեջ չեմ մտել եւ չեմ էլ ուզում մտնել։ Ինձ համար կարևորը իմ երկրի անվտանգությունն է։ Պարոն Քոչարյանը կարող է ապահովել անվտանգություն։ Միանշանակ կարող է։ Երևի թե միակ մարդն է, որ կարող է։ Իսկ այս պահին մեզ անվտանգությունից են կողմ, նույնիսկ տնտեսականը երկրորդ պլանում է։ Բարև ձեզ, կնեք, դուք մասնակցելու եք բանին Ռոբերտ Քոչարյանի մասնակցելու եք հանրահավաքին մասնակցելու եք։ Մասնակցում չեք, չեք նստած։ Պարզապես ճշտում եմ Սա ինչ անեմ։ բան մի արեք, ես պահում եմ։ Սա միքրոֆոն է։ Աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Հա։ Որ գաղափարի, որ ծրագրի համար։ Ես ուզում եմ որ վարչապետ դառնալ էլի։ Ինչու։ Ամա ինչու։ Որ ես երկիրը դժվի։ Ինչ ակնկալիքներ ունեք Քոչարյանից, եթե վարչապետ դառնա, հատկապես որ հարցը կուզեիք կարգավորել։ Ամեն ինչ էլ ունեմ, գաղափար ունեմ, ես Ղարաբաղ չեմ, եթե ինքը վարչապետ լինի, Ղարաբաղն է մերը կլինի։
Ինչպես է լինելու մերը, եթե պարոն Դե Քոչարյան կլիներ, կլինի։ Պարզապես նա այս նախընտրական շրջանում Արցախը վերադարձնելու խոստումներ չի տալիս։ Ով ուզում է խոսքը կտա, չի կտա։ Չի տա։ Վերցնելու է հետո տա։ Ունեք ընտրելու իրավունք Հայաստանում։ Ընտրելու իրավունք ունեք Հայաստանում։ Դե որ ստեղ եմ ապրում, իրանք չունեմ։ Նկատի ունեմ վերականգնել եք ընտրելու իրավունքը, քաղաքացիություն ունեք։ Քաղաքացիություն, որը պասպորտ ունեմ էլի։ Ընտրվեմ։ Ո՞նց եք։ Աջակցում եք պարոն Քոչարյանին։ Անպայման։ Ոչ նախընտրական խոստման համար, որ գաղափարի համար։ Դե արդեն թողնա հետո։ Կարդացել եք ծրագիրը։ Կարդացել եմ։ Եվ ո՞րն է ձեզ գրավել, ո՞ր նախընտրական խոստումը։ Պատերազմ տարելա, այդ ինձ երեխա։ Կարծում եք պարոն Քոչարյանի օրը խաղաղություն կլինի։ Կլինի, խաղաղությունը այտենց են բերեմ, անեջ խաղաղություն չեն։ Լավ, գնալեց։ Բարև ձեզ, աջակից եք։ Որ նախընտրական խոստումն է ձեզ գրավել, որ գաղափարը։ Ես միջիացել եմ իր աշխատանքով, վստահում եմ եւ դրա համար էլ ընտրում եմ իրեն, այսքանը։ Կարծում եմ այսքանը բավական է։ Իշխանությունը ասում է Քոչարյանը հենց դա պատերազմ։ Իշխանության մասին լսել անգամ չեմ ուզում։ Իշխանությունը ինչ ճիշտ բան է ասում, որ մի հատ էլ իշխանության խոսքը օրինակ եք բերում։ Այսքանը։ Դու ձեզ ինչն է։ Նույն կարծիքն է։ Կարդացել եք նախընտրական ծրագիրը։ նախընտրական ծրագիրը։ Հայաստան դաշինքի։ Այո։ Որն է ձեզ, որ կետնադուրը։ Բոլոր կետերը ինձ դուր է գալիս։ Կամ Բարև ձեզ, աջակցում եք պարոն Քոչարյանին։ Այո, աջակցում ենք։ Հատկապես որ նախընտրական խոստումն է ձեզ դուր եկել, Իր ծրագիրն եմ ուսումնասիրել, դուրս եկավ, որ ոլորտին առնչվող։ որ ոլորտի կոնկրետ չեմ կարա իմ ասեմ, ճիշտն ասած։ Իր ասուլիսն էլ ես լսեցի, շատ դուրս եկավ։ Ուզում եք էլի նա լինի վարչապետ։ Այո, կուզեի։ Ասում են պարոն Քոչարյանի օրոք Քոչարյանի վախտով ոչ պատերազմ եք ունեցել, ոչ է թուրքն ա եկե մեր երկրում նստե, ոչ է միթիս հողա տվե թուրքին։ Դրա համար աջակցում ենք իրան։ բանակցություններից Արցախը դուրս մնաց պարոն Քոչարյանի նախագահության օրոք։ Որ կգա ինքը հետ ամեն ինչը հետ կբերի։ Դուք հույս ունեք, որ Քոչարյան Արցախը հետ բերելու։ Չեմ ասում, հիմա չի կարա հետ բերի, ճիշտ է, դրա համար ժամանակապետ, կբերի, անպայման հետ կբերի։ Արցախը պարտադիր չի պատերազմով հետ բերել։ Իրենց սխալների արդյունքում է դա եղել, դիվանագիտական սխալների արդյունքում է եղել, եւ եթե կարողանանք հանրության ուշադրությունը հրավիրել եւ միջազգային դատարանով հնարավոր է։ Բա ինչու մանման խոստում չի տրվում։ Որովհետև կան տղամարդիկ, որոնք տղամարդ տեսակ են, ու իրենք առանց խոստումների են գործանում։ Տղամարդը չպետք է օդի մեջ խոստումներ տա ու հեքիաթներ պատմի։ Տղամարդը պետք է ասի, տեղում ու անի։ Քոչարյանը այն տեսակն է, որ ասելու է տեղում ու անի։ Ես համոզված եմ դրանով։ Ներեք, շարունակելով, հա, կներեք ուզում ենք գնալ։ հա, ես էլ ձեր հետ կքայլեմ, ոչ մի խնդիր։ Պարոն Քոչարյանի օրոք ասում էին մարդու իրավունքներ էր խախտվում, ընտրակեղծարարություն կար։ Ինչ կասեք այս մասով։ Չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Միշտ էլ օրենքի խախտում եղել է էլի բոլոր ժամանակներում։ Ձեզ համար պարզ է պարոն Քոչարյանի ընտանիքին որտեղից այդքան կարողություն ունեցվածք։ Չգիտեմ, իրան թող հարցնեն։ Թող հարցնեն։ Դուք հարցնում եք որպես աջակից քաղաքացի ինչպես նա կարողացավ հարստանալ իր Դա նախագահ։ ինձ չի հետաքրքրում։ Հիմիկվա իշխանությունը ավելի շատ են հիմա թալանում։ Շատ։ Կարամ այդ ասել։
Բարև ձեզ։ Աջակցում եք պարոն Քոչարյան։ Աջակցում եմ, հեսա քանի տարի է։ Այո։ Որ գաղափարն է, որ ծրագիրն է ձեզ դուր եկել պարոն Քոչարյանի։ Պարոն Քոչարյանի ամեն ինչը դուրս գալիս է, որտեւ ինքը արդար ղեկավար է, եղել է, մենք ապրել ենք այդ ժամանակ, ամեն ինչ իր այդ արդարությունը տեսել ենք ու մինչև հիմա էլ վստահում ենք, որ եթե ինքը լինի, այս երկիրը կղեկավարի ու կդասավորի ինչպես որ ճիշտն է։ Մենք մեր երկիրը կունենանք, մենք վստահում ենք իրան շատ։ Նախընտրական ծրագիրը կարդացել եք։ Կարդացել եմ։ Որն է հատկապես դուր եկել ձեզ նախընտրական։ Բոլորը, ես ասում եմ, անխտիր ինքը ինչ առաջարկում է, ես իր կողմնակիցն եմ ամեն հարցում, որ ինքը արդար մարդ է, իրոք ու լավ ղեկավար, խելացի, կարգապահ, ես չգիտեմ, ամեն ինչով ինքը ճիշտ մարդ է։ Ու մեր երկիրը ինքը կդասավորի անպայման։ Երևանից եք։ Այո։ 98 թվին էլ եք աջակցել 2000։ Այո, ինքը ինչ ընտրվել է, ես իրան միշտ աջակցել եմ։ Ընտրել եմ իրան, անպայման, պարտադիր, որովհետև ես այո, համար 17-ին անպայման անխտիր, որ ես երկիրը փրկվի, թե չէ մենք ուրիշ փրկություն չունենք։ Մեր հայ ազգը մենակ ինքը կփրկի։ Մեր թուրքից փրկի։ Նիկոլից փրկի, թուրքից փրկի, ուրիշ ոչ մի բան։ Եվ ձեզ համար պարզ է, պարոն Քոչարյանը ինչպես կարողացավ նախագահության օրոք հարստանալ, իր ընտանիքը դառնալ Հայաստանի եզակի հարուստ ընտանիքներից մեկը։ Ինքը ես չեմ ասի հարուստ, ինքը հարուստ է միայն այն հարստությունով, որ ինքը իր ժողովրդին արդար ձևով է պահել, վստահ իր երկրում վստահ ենք ապրել իր կառավարության ժամանակ։ Իսկ այդ հարստությունը կողմնակի բաներ է, որ ասում են ես դրանք չեմ ընդունում, ամեն մարդ մի ձև ապրում է, ասենք իր սոցիալական, ասենք կարգավորումները ինձ չեն հետաքրքրում։ Ես մենակ հետաքրքրում է ինձ այն, որ ես իր ժամանակ շատ բան են ասում, այնքան բաներ կասեմ, պետք չէ այդ բամբասանքներին կոռուպցիայով է ասում են հարստած։ Դատախազությունը ապօրինի է համարում նրա ունեցվածքը։ Սուտ են ասում հաստատ։ Ինքը այդպիսի մարդ չի։ Ես չգիտեմ, ես իրան շատ սատարում եմ ու ինքը ճիշտ երկրի ղեկավար է։ Միայն ինքը հիմա որ կարող է մեր երկիրը այս վիճակից հանի, մենք հորի մեջ ենք, մեր երկիրը հորի մեջ է, որ հայ ազգը պահպանի, միայն ինքը կարող է։ Շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Ինչ ակնկալիքներ ունեք, եթե Քոչարյանը դառնա վարչապետ, ինչ կուզեք որ անի։ Ինչպես։ Չեք ուզում խոսել։ Դուք աջակցում եք, չէ՞ իրեն, ինչի՞ չեք ուզում խոսել։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք, կներեք, բարև ձեզ, դուք ինչ ակնկալիքներ ունեք, եթե Քոչարյանը դառնա վարչապետ, ինչ կուզեք որ անի։ Ես հավատացած եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինի։ Ինչ օրինակ։ Ամեն ինչը, բոլոր առումներով։ Ծանոթ եք պարոն Քոչարյանի նախընտրական ծրագրին։ Այո, ծանոթ եմ։ Ոչ դրվագնա, ոչ ոլորտի հետ կապված խոստումներն են ձեզ դուր եկել։ Բոլոր, ամբողջ, բոլոր առումով, ընդհանուր։ Ամեն ինչի հետ ես համաձայն եմ իր ասածներ, ինչ որ պետք է որ ինքը անի։ Հիշում եք պարոն Քոչարյանի նախագահության տարիները։ Շատ լավ եմ հիշում, ես շատ լավ տարիներ եմ ունեցել ու ապրել ու դրան էլ սպասում եմ էլի։ Ուզում եք այդ տարիները հետ գան։ Այո, ուզում եմ։ Ասում էին այդ տարիներին ընտրակեղծարարություն կար, կոռուպցիա, մարդու իրավունքներն էին խախտվում։ Ես դրա մասին բան չեմ կարող ասել, բայց հիմա ինչա տեղի ունենում։ Հիմա ինչա։ Ասեք դուք ինչա։ Ձեր ասածները չկա ուզում եք ասել։ Ես նման բան չասեցի, ես հարց եմ տալիս։ Դե ես ասեմ, որ ինչ որ հարցում եք, այո, այդ ամենը հիմա էլ ավելի։ Հիմա ճնշում են ձեզ, որ ձեր ուզած տեխնացուին չընտրեք։ Ինչ են անում։ Ճնշում են ձեզ հիմա, որ ձեր ուզած տեխնացուին չընտրեք։ Այսինքն, այտենց ինչ հարց եք տալիս։ Ասում եմ, կա ճնշում հիմա ձեր։ Այտենց հարցրեք ուրեմն, իհարկե ոչ, դա իմ կամքն է։ Ես իմ կամքով գնում եմ Գնեք, լավ ապագա։ Դուք ինչու պարոն Քոչարյանի նախագահության տարիներին միլիոնատես չդարձաք դոլարային։ Ինչ գիտեք։ Միլիոնատեր չէ, բայց ես բավականին լավ ապրել ենք։
շատ գոհ եմ եղել այդ տարիներից։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, բարև ձեզ։ Խոսում եմ ձեր աջակիցների հետ։ Ասում են Քոչարյանն են կընտրելու, որ Արցախը հետ բերի։ Դուք նման խոստում եք տալիս։ Նարեկ ջան, կարծում եմ դու գիտես Արցախի մասով մեր խոստումը որն է, մեր խոստումը այն է, որ պայքարելու ենք Արցախ հետ վերադարձի իրավունքի համար։ Մենք շատ հստակ սրա մասին ասել ենք, ու սրանից դուրս ոչ մի բան չենք ասել։ Իսկ ինչու հիմա մարդկանց մոտ այդպիսի ընկալումներ կան։ Կարծում եմ դա ոչ թե ընկալումն է, կարծում եմ դա ցանկությունն է, որը կարող է բոլորի սրտի մեջ նման ցանկություն լինի, որպես քաղաքական ուժ մենք հստակ ասել ենք, որ Արցախահայերի բռնի տեղահանված Արցախահայերի հետ վերադարձի իրավունքի համար պետք է պայքարել ու սխալ ենք անում, որ այսօրվա իշխանությունները այդ հարցը չի բարձրացնում։ Եվ հարցը Նիկոլ Փաշինյանն ասում է, Ռոբերտ Քոչարյանի տղաները Նալբանդյան փողոցում են ծառայել, հա։ Նալբանդյան փողոցում եք ծառայել։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, չենք ծառայել Նալբանդյան փողոցում, չգիտեմ ինչ նկատի ունի, կոնկրետ իմ ծառայության հետ կապված, ես դրա մասին խոսել եմ, ասել եմ նույնիսկ նկարներն եմ դրել իմ ծառայությունից։ Սովետաշենում եք, չէ՞ ոնց որ։ Չէ, Սովետաշենում չեմ ծառայել։ Ես ծառայել եմ ազգային անվտանգության հատուկ նշանակության վարչությունում, որը գտնվում էր ՊՊՑ գնդու որևէ։ Այդ ինքը փոխանցվել է ոստիկանությանը մինչ 2009 թվականը եղել է ազգային անվտանգության։ Իսկ ինչու Արցախում չեք ծառայել, պարոն Քոչարյան։ Այդպես է ստացվել, եթե ինչ-որ հարցումներ կա, չգիտեմ ինչ սկզբունքով է ընտրվել, նաև հաշվի առնելով կարծում ֆիզիկական պատրաստվածություն եւ մնացածը նման որոշում է ընդունվել, որ այնտեղ գնամ ծառայության ու նորմալ մարդկական պատրաստվածություն եմ անցել։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ինչպես եք։ Աջակցում եք պարոն Քոչարյանին։ Միանշանակ։ Հատկապես ո՞ր ծրագիրն է ձեզ դուր եկել նախընտրական Բոլոր խոստում։ ծրագրերը, բոլոր կրթություններ, ազգային անվտանգությունը առաջին հերթին։ Կարծում եք կարող է պարոն Քոչարյանը, եթե կա իշխանություն դառնա խաղաղություն ապահովի։ Միանշանակ։ Նիկոլ Փաշինյանն ասում է հենց եկավ պատերազմ կլինի։ Ոյ, խնդրում եմ էլի Նիկոլ Փաշինյանի մասով այս ազիզորով ոչ մի բան միացեք իր մասով։ Ինչու։ Ինքը ոնց կարա խաղաղություն բերի, եթե խաղաղությունն է, ինչ էր երեք Ալիևը հերոստացույցով խոսում, ասում էր մեր մասին խոսելուց ասում է թշնամիները, այդ տենց խաղաղություն է լինում, չի լինում տենց, մեր գերիներին ինչի չեն թողնում, մեր տարածքներին ինչի չեն ազատում, եթե խաղաղություն են կնքում, ինչի, ինքը միանշանակ խաղաղության ջատագով չի։ Ուզում եք Քոչարյանի տարիները վերադառնան։ Ինչերը։ Տարիներ ուզում եք վերադառնան։ Իսկ ինչով է վատ եղել։ Չասի վատն է, ասում եմ ուզում եք վերադառնան։ Մենակ իրա չէ, բոլոր գրագետ, բոլոր կայուն ուժերի, ովքեր հայրենիքի համար մտածում են, բոլորը միասին։ Մենակ ոչ մեկ չի կարող ոչ մի բան անել։ Մենք այնց անջրպետի մեջ ենք, որ մի հոգի մենակ չի կարող։ Պետք է միահամուռ միասնական ուժով դուրս գանք այս վիճակից։ Ասում եմ պարոն Քոչարյանի օրոք կոռուպցիա կար, մարդու իրավունքներն էր խախտվում, ընտրակեղծիքներ կար։ Իսկ հիմա չկա։ Հիմա մարդու իրավունքները չեն խախտվում, մի նախադասության համար մարդկանց բռնում են, դատում են, չի խախտվում մարդու իրավունքները։ Կոռուպցիա հիմա էլ կա, դոսու բան է։ Կոռուպցիան պետական բան է, դա ժողովրդի հետ կապ չունի, հարգելիս։ Չէ, բայց ժողովրդի ջանից դուրս չի գալիս եթե։ Այո, ժողովրդի ջանից է դուրս գալ։ Ձեզ թվում է մենք հիմա ավելի լավ ենք ապրում։ Ես նման բան չեմ ասում։ Ես չեմ ներում այն ուժին, ով 3 սերունդ տարավ մեծացրեց եռաբլուր ու այսօր խաղաղությունից է խոսում, չեմ կարա ներեմ ու չեմ ընդունում։ Ինքը չի կարա մեր ազգին լավ դեպի լավը տալ։ Մերսի շատ, դուք ինչ կասեք։ Շատ բան կասեմ, բայց չեմ ուզում խոսամ։ Ինչի։ Չեմ ուզում, ճիշտ է։ Բարև ձեզ, աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Աջակցում եք Քոչարյանին։ Ինչպես։ Քոչարյանին աջակցում եք։ Չեմ կարող ասել ներկապահով։ Ինչի։ Բայց ինչ եք այդ վերցրել ձեր ձեռք այդ որ չեք կարող ասել։ Չեմ ասում բադ նախագահ է եղել, բայց ով էլ որ կինտրվի արժանի մեր հայոց ազգին, ոնց եղել է։ Դուք հիմա հանրահավաքին եք մասնակցում։ Չէ, պրոստը անցել եմ տվել են։ Հա։
Շնորհակալություն։ Բարև ձեզ, աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Այո, եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանին։ Բայց դա չի լինի, ընտրություններին մեկնումեկին պետք է ընտրեք։ Կանենք, դա կանենք։ Որ մեկի ծրագիրն ա ձեզ դուր գալի։ Երկուսին դուրս Անվտանգության առումով, խաղաղության առումով։ անվտանգության առումով երկուսի ոյը հասնում է, ամեն ինչ հասկանում են, գիտեն, կարող են անել։ Ռոբերտը իհարկե անցած ուղի ունի, ճանապարհ ունի, ավելի փորձված է։ Իր համար խնդիր չի լինի, ու նաև կամային բարձր հատկանիշներ ունի։ Այս մի տղեն էլ, այս մեր ընտրյալը, Սամվել Կարապետյանը, էլի որպես մեծ մարդ, որպես անցած ճանապարհով մեծ ներդրումներ են, իսկական հայ կերպար է եւ ինքը կարծում եմ անպատասխան թիմով կարող է աշխատանքը կազմակերպել։ Բայց լսել եք, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, թե Քոչարյանին, թե Սամվել Կարապետյանին պատերազմ բերողներ ասում են, պատերազմի եռագլուխ դևեր է ասում հրեշտը։ Այդ գիտեք ինչ, վայրահաճոց է դա։ Իսկական վայրահաճոց, որտեղ բոյը չբռնեց, ինքը սիրուն գեղեցիկ տանուլ տվեց ամեն ինչ, իմի զորահաբանա, ինչ է կոչում, զորահանդես է կազմակերպում, ու ինչ ես ուզում ասել, ինչ է ուզում ասել, Ինչ էր ուզում ասել։ ինչ է ուզում ասել, ոչ մի բան, ինքը ինքան անմիտ է, որ ինքը չհասկացավ ու իր դեմ է գործում, դե եթե դու բանակ ունես, որ ցածրերով բանկար, աներեն ասամանների մի թուրքերին ստացել, գնացեք անեք։ Եթե այդ երկուսից մեկը լինի պետության ղեկավար, պատերազմը չէր լինի 44 վերա։ Հենց Փաշինյանն ինքն է պատերազմ բերել։ Իր վաղ կոտ անհեռատես քաղաքականությամբ։ Կազմակերպված է եղել։ Ամեն Քոչարյանի տարիները հետ կան։ Այո, ավելի լավ է։ Լավ էր այն ժամանակ։ շատ լավ էր։ Հայրենիքի մի կտոր անգամ մենք չենք զիջել թշնամու։ Իմեսի չէ ցիգան ենք դառնում։ Բայց ասում են Քոչարյանի օրոք Ղարաբաղը, Արցախի դուրս եկավ բանից, բանակցային։ Ես սուդասան խաթեբան այդ հորինով։ Ոնց դուրս եկավ, այն ամեն ինչ ներկայացրել է։ Ող խելքնասողները կարդան, տեսնեն, ոնց է եղել այդ գործ։ Չի եկավ ասես ես 0-ից եմ սկսում։ Տղամարդը թող վերցրը շարունակի։ Ճիշտ չեմ ասում։ Քոչարյանը եթե հզոր էր, ինչի վերջնական չլուծեց իր նախագահության տարիներին էս։ Հանգամանքներ կային, քաղաքական խնդիրներ կային, այո։ Իսկի համանախագահները խոստանում էին աստիճանական կարգով լուծում տալ այդ խնդրին, կոմպրոմիսային, փոխզիջումային տարբերակով։ Գործընթացի մասնակից Արցախի կողմից։ Դուք Ես գտնում եի, ընդհանրապես գտնում եի, որ 94-ից հետո երբ Ադրբեջանը կարծր դիրք էր գրավել։ Ինչ պաշտոն եք ունեցել։ Տարբեր պաշտոններ եմ գրավել։ Բանակցային գործընթացում Բանակցային եղել եմ պատերազմության ղեկավար Արցախի 4 անգամ։ 92-93 թվականներին։ Այն ժամանակ դեռ հույս կար, որ կարելի է փոխզիջումային տարբերակներով։ Արոշանյան Բորիս։ Բայց 94 թվականի զինադադարից հետո, երբ Ադրբեջանը արդեն կոշտ դիրքորոշում էր բռնել եւ ոչ մի միլիմետր չէր շեղվում, այն ժամանակ Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը եւ հիմք դնեինք, սկիզբը դնեինք միջազգային ճանաչման։ Դուք բանակցությունների հանդիպումներին գնում եք։ Ասացի չէ 92-93 թվականներին ղեկավարել եմ պատվիրակություններ, բայց հետո տնտեսական բլոկների ղեկավարում, կառավարությունում, դրա համար բանակցային անմիջապես չեմ մասնակցել։ Բայց ով էր հետո գնում էին օրինակ Հետո Արկադի Ղուկասյանն էր գնում 98 թվականին 98 թվականից հետո արդեն տարբեր արտգործնախարարներ էին Արցախում, արդեն ստեղծված էր նախարարություն, նախարարներն էին մասնակցում բանակցություններին։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Ինչ? Ռոբերտ Քոչարյանին աջակցում եք։ Այո։ Որ ծրագրի համար, որ գաղափարն է ձեզ դուր գալիս։ Բոլոր գաղափարներն էլ դուր է գալիս, Քոչարյանն էլ հետ է։ Կարդացել եք նախ ծրագիրը։ Կարաս հեռու տանաս արդեն։ Դա ասեցի պահանջեցել է վերջացրու։ Ասում եմ նախընտրական ծրագիրը կարդացել եք։ Նախընտրականն էլ եմ կարդացել, միջև էլ եմ հետ աշխատել ուրիշ։ Ինչ եք աշխատել։ Ինչ գործ ունես, ինչ եմ աշխատել, հետը շփվել եմ, աշխատել եմ, իրան հավանում, իրա ծրագիրել եմ, իրա ղեկավարած տարիներն եմ, հարու որ Հայաստանը ոտի է կանեցրել։ Շնորհակալություն։ Հաջող։ Բարև ձեզ։ Հանրահավաքին եք մասնակցում։ Ինչ։
Երեք չեմ կարող պատասխանել։ Բայց դեռ հարցը չեմ տվել։ Բայց չեմ կարող պատասխանել։ Աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Այո, աջակցում եմ։ Չեմ կարող պատասխանել։ Լավ, բարև ձեզ։ Հանրահավաքի մասնակից եք։ Այո։ Ինչ ակնկալիքներ ունեք, ինչ է կարծում Ռոբերտ Քոչարյանը կընտրվի թե չէ։ Ցանկանում եմ որ ընտրվի։ Իր հատկապես որ ծրագիրն է ձեզ դուր գալիս։ Ամբողջ ծրագրին ծանոթ եմ, ամբողջ ծրագիրը ինձ դուր է գալիս։ 36 տարի է ես այդ գաղափարների կրողն եմ։ Ինչ եք կարծում, երաշխավորներով խաղաղություն հնարավոր է։ Այո, հավատում եմ։ Հավատում եմ։ Ոչ երկրներին օրինակ ուզեիք երաշխավոր տեսնել։ Տարածաշրջանային լիդերներին։ Իրան, Ռուսաստան, նաև Արևմուտք։ Մեր առաջնորդին հաջողվել է ժամանակին, հուսով ենք էլի կհաջողվի։ Ռուսաստանի վերջին շրջանի պահվածքը ձեզ դուր գալիս է, գոհացնում է։ Վերջին Ռուսաստանի հետ կապված վերջին պահվածքը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների ներկա պահվածքով։ Դուք ինչ կասեք։ Մասնակցում եք հանրահավաքին։ Իսկ ինչի հրապարակում չեք։ Հեսա գնալ եք մի քիչ այված։ Շատ աշոտ, ճշում ունեք, հա։ Առողջություն ձեզ։ Ինչ եք կարծում, Քոչարյանին կհաջողվի ընտրվել։ Եթե ճիշտ ընտրությունների այո։ Խադախություն չանեմ։ Ինչն է ձեզ դուր գալիս իր ծրագրը։ Մենք Արցախից ենք, ամեն ինչն է դուր գալիս իրեն։ Բայց Արցախի հետ կապված օրինակ Արցախը վերադարձնելու ծրագիր չունի Ռոբերտ Քոչարյանը։ Չունի ոչ կունենա էլ։ Այն այեք, շակեց է։ Իսկ Քոչարյանի տարիներ ուզում եք հետ վերադառնալ։ Այո։ Լավ էր այդ ժամանակ։ Ինչ ասում եմ, բայց գոնե մեր տնտերը բեք եղել։ Ստեղ ամպիտ չէ։